Հարգելի գործընկերներ, բարի երեկո։ Ես Նուրնեն եմ Ղազարյան, Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենն եմ։ Սիրով ողջունում եմ ձեզ եւ ներկայացնում Armin Eye Care Project-ի Grand Round-ի հերթական հանդիպումը, այս անգամ նվիրված նեյրոակնաբուժությանը։ Ինչպես միշտ մեր այս հանդիպումները կազմակերպել ենք համատեղ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի եւ Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի հետ միասին։ Մեր այս հանդիպումը կվարեն հայ եւ արտասահմանցի մեր գործընկերները։ Հայաստանյան կողմը ներկայացնում է բժիշկ Արմինե Ղարաքեշիշյանը, ով բժշկական գիտությունների դոկտոր է, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբանության ամբիոնի դասախոս, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի տեսողական օրգանի պլաստիկայի եւ նեյրոակնաբուժության բաժանմունքի վարիչ եւ Հայկական ակնաբուժության նախագծի կրթաթոշակառու։ Ամերիկյան կողմը այսօր շատ լավ ներկայացություն ունենք, ներկայացնեմ սկզբում դոկտոր Ջոն Հովհաննիսյանին, ով վիրաբույժների ամերիկյան կոլեգիայի անդամ է, Հարվարդի ակնաբուժների ասոցիացիայի նախագահ, Լագունա Հիլզ, Կալիֆոռնիա, Լոս Անջելեսի, Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլ Ստայնի անվան աչքի ինստիտուտի կլինիկական դասախոս, Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ եւ տնօրենների խորհրդի փոխնախագահ, դա մեր սիրելի Ջոն Հովհաննիսյանն է։ Այսօր մեզ միացել են նաև Կիմբերլի Գոկովսկին, ով գիտությունների դոկտոր է, Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի բարձրագույն բժշկական դպրոցի ակնաբուժության դոցենտ, նյարդակնաբուժ, ղեկավարում է պետական ֆինանսավորում ունեցող հետազոտողական ծրագրեր, կուրության բուժման ճարտարագիտական լուծումների ոլորտում։ Այստեղ է նաև Սամուել Շպիգելը, Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի ակնաբուժության կլինիկական դոցենտ, նյարդաբան եւ նյարդակնաբույժ մասնագիտացած բարդ նյարդատեսողական եւ նյարդաբորբոքային հիվանդությունների ասպարեզում, նյարդաբորբոքային հիվանդությունների մուլտիդիսցիպլինար կլինիկայի համատնօրեն, այստեղ է նաև դոկտոր Վիվիկ Պատելը, ով Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի նյարդակնաբուժության ծառայության ղեկավար է, ակնաբույժ մասնագիտացումը նյարդակնաբուժություն եւ մեծահասակների շլություն։ Ավելի քան համոզված եմ, որ մեր այսօրվա Grand Round-ը շատ հետաքրքիր կլինի, ունենալով այսպիսի մասնագետներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՇՄԶ կրեդիտներ կստանան այն մասնակիցները, ովքեր ամբողջությամբ կմասնակցեն միջոցառմանը եւ ճիշտ կլրացնեն նախատեստը եւ հետտեստը։ Համոզված եմ, որ ինչպես եւ ասեցին եւ ներկայացված նյութը շատ հետաքրքիր կլինի եւ քննարկումները, հիշեցնեմ, որ ձեր հարցերը կարող եք հղել խոսնակներին Zoom հարթակի հարցուպատասխանի բաժնում, իսկ այժմ շատ մեծ սիրով խոսքը փոխանցում եմ բժիշկ Արմինե Ղարաքեշիշյանին, ով եւ այսուհետ կվարի այս Grand Round-ը։ Շնորհակալություն բոլորին։ Խնդրեմ բժիշկ Ղարաքեշիշյան։ Շնորհակալություն Նունեն ներկայացնելու համար։ Նախ թույլ տվեք ողջունել մեր գոլեգաներին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այսօր մեզ համար մեծ պատիվ է, որ նման աշխարհահռչակ բարձրակարգ մասնագետներ ժամանակ են գտել մեզ հետ մեկ ժամ ակադեմիական տրամադրելու։ Մենք այսօր պլանավորում ենք ներկայացնել երկու նյութ, որոնցից մեկը Addystonic pupil-ն է, երկրորդը papilloedema, ընդդեմ կեղծ papilloedema-ի։ Մենք ընտրել ենք երկու այնպիսի թեմաներ, որոնց կարող ենք մեր առօրյայում շատ հաճախ հանդիպել եւ թվում է թե ոչ այնքան մեծ խնդիրներ ունեն այս երկու պաթոլոգիաները, սակայն երկուսում էլ բազմաթիվ հարցեր կան։ Մենք կներկայացնենք նյութերը կլինարդինատորների միջոցով, հետո մեզ համար մեծ պատիվ կլինի լսել ձեր ամփոփումները
խնդրենք նաև պատասխանել մեր հարցերին, ձեր փորձի մասին լսել եւ թույլ տվեք այս պահին հայտարարել նախատեսի սկսման ժամանակը այժմ կներկայացվեն յուրաքանչյուր նյութից երկուական հարց մեր լսարանին կխնդրենք հանգիստ կարդալ հարցերը ունենալով նախնական գիտելիքներ փորձել պատասխանել այս հարցերին հետո մեկ ակադեմիական ժամը ավարտվելուց հետո ելույթների վերջում քննարկումների վերջում երբ արդեն ավելի շատ զինված կլինենք գիտելիքներով այս երկու նյութի ասպարեզում կխնդրենք եւս մեկ անգամ պատասխանել այս հարցերին այժմ թույլ տվեք եւ կարդացեք եւ թույլ տվեք բանավոր կարգով ներկայացնել հարցերը խնդրեմ անի ձեր հարցերը Հարց առաջին, որ նշանն է առավել բնորոշ իրական պապիլեդեմային համեմատած պսևդոպապիլեդեմայի։ Առաջին, սպոնտան երակային պուլսացիայի արկայություն, տեսողական նյարդի դրուզների հայտնաբերում պես քան ուլտրաձայնով, տեսողական սկավառակի այտուց ներգանգային բարձր ճնշման հետ զուգակցված եւ տարբերակ 4 փոքր տեսողական սկավառակ առանց ախտանիշների։ Հարց երկրորդ, որ հետազոտությունն է կիրառվում պսևդոպապիլեդեմայի ժամանակ դրուզների հայտնաբերման համար։ Տարբերակ առաջին, գոնիոսկոպիա, երկրորդ, պես քան ուլտրաձայնային հետազոտություն, երրորդ պախիմետրիա եւ չորրորդ կերատոմետրիա։ Որ նշանն է առավել բնորոշ ածի տոնիկ բբին, արագ լուսային ռեակցիա, երկրորդը լայնացած բիբ թույլ լուսային ռեակցիայով եւ դանդաղ մոտակա ռեակցիայով, երրորդ պատասխանը երկկողմանի նեղ եւ անշարժ բբեր եւ չորրորդը ամբողջական օֆթալմոպլեգիա։ Որ դեղաբանական թեստն է օգնում հաստատել ածի տոնիկ բբի ախտորոշումը, բարձր դոզայով ատրոպինի թեստ, ֆենիլեֆրինի թեստ, նոսրացված պիլոկարպինային թեստ եւ ֆլյուորեսցենային ներկում։ Այժմ հարգելի գոլեգաներ թույլ տվեք խոսքը տրամադրել կլինիկական օրդինատոր Անի Թարվերդյանին, ում կողմից կներկայացվի պապիլոեդեմա, VS պսևդոպապիլոեդեմայի թեմայով զեկույցը։ Խնդրեմ Անի։ Good day everyone, I am Ani Tarverdyan. Ողջունում եմ բոլորին, ես Անին եմ, օրդինատոր եմ։ Զեկույցից թեման Զեկույցից կներկայացնեմ օկուլոպլաստիկայի նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեսյանի ղեկավարությամբ։ Զեկույցից թեման վերաբերում է տեսանյութի երկու կարևոր պաթոլոգիաների, դրանց առանձնահատկություններին եւ համեմատական բնութագրման քննարկմանը։ Պապիլոդեման ընդդեմ պապիլոդեմայի կքննարկենք մասնավորապես պսևդոմոտոր ցերեբրին ընդդեմ տեսանյարդի սկավառակի դյուսների։ Ինչ է պապիլոդեման։ Պապիլոդեման տեսանյարդի սկավառակի այտուցն է, այն առաջանում է բարձր ներգանգային ճնշման հետևանքով։ Fast food-ս նկարում կարող եք տեսնել։ Այն սովորաբար երկկողմանի է։ Պապիլոդեման կարող է լինել կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների առաջին նշանը, օրինակ ներգանգային ուռուցքների կամ մենինգոենցեֆալիտի դեպքում։ Մյուս կողմից պսևդոպապիլոդեման տեսանյարդի սկավառակի էլևացիան է առանց ցնցելու նյարդային մանրաթելերի շերտի այտուցի։ Այն բազմապատճառային է համարվում։ Այսօր խոսելու ենք դրանցից այդ պատճառներից մեկի տեսանյարդի սկավառակի դրուզների մասին։ Այժմ ներկայացնենք երկու պաթոլոգիաները դրանց առանձնահատկություններով։ Ինչպես նշեցի, պապիլոդեմայի հիմքում ընկած է ներգանգային ճնշման բարձրացումը։ Ուստի ցանկացած հիվանդություն, որը բարձրանում է ներգանգային ճնշումը, կարող է արտահայտվել պապիլոդեմայով։ Այդպիսի պաթոլոգիաներ ուղեղի ուռուցքները, հիդրոցեֆալիան, մենինգենցեֆալիտները, ինչպես նաև այն դեպքերը, երբ ներգանգային երակային ճնշման բարձրացման հետ գործ ունենք, օրինակ երակային թրոմբոզները կամ ստենոզները։ Եվ իհարկե, բացառման ախտորոշում հանդիսացող իդիոպաթիկ ինտրակրանիալ հիպերտենզիան կամ պսևդոտումոր ցերեբրին։ Օֆթալմոսկոպիկ հետազոտության ժամանակ սկավառակի փոփոխությունները կարելի է նկարագրել որպես մեխանիկական եւ անոթային բնույթի։ 5 մեխանիկական նշանները հետևյալն են. տեսանյարդի գլխիկի էլևացիա, տեսողական նյարդի սկավառակի եզրերի մշուշոտումը, մարգինալ անոթների անհետացումը, ցանցաթաղանթի կամ խորհրդի ծալքեր
Տեսողական նյարդի սկավառակի կենտրոնական ֆիզիոլոգիական դեպրեսիայի վերացումը։ 5 անոթային նշանները հետևյալն են. դիլատացված սոլորապտույտ երակները, պապիլյար եւ ցանցաթաղանթի պերիպալպիլյար արմնազեղումները, նյարդային մարաթելերի շերտի ինֆարկտները, տեսողական նյարդի գլխիկի հայպերեմիան, տեսողական նյարդի սկավառակի կարծր էքսուդատները։ Սկավառակի այտուցի բնութագրերի առանձնացնում ենք պապիլոդեմայի վաղ լիովին զարգացած քրոնիկ եւ ուշ փուլերի։ Ինչպես տեսնում ենք, ուշ շրջանի պապիլոդեմայի դեպքում տեղի է ունենում տեսողական նյարդի երկրորդային ատրոֆիա, սկավառակը դառնում է գունեղ։ Պապիլոդեմայի գնահատման համար օգտագործվում է Ֆրիզենի մոդիֆիկացվող սանդվաղակը, որը ծանրությունը բաժանում է 5 աստիճանի։ Տեսողական նյարդը կազմված է ցանցաթաղանթի գանգլիոնային բջիջների աքսոններից եւ գլիալ բջիջներից։ Պատված է բոլոր 3 ուղեղային շերտերով եւ կապված է ուղեղի ենթախնոիդալ տարածության հետ։ Հետևաբար բարձրացված ներգային ճնշումը փոխանցվում է անմիջապես տեսողական նյարդին։ Արախնոիդալ տարածությունը բարձրացված ճնշման պատճառով տեղի ունենում աքսոպլազմային հոսքի բլոկադա եւ հետագա ստազ լճացում։ Հետագա երկրորդային անոթային վնասումներն էլ իրենց հերթին հանգեցնում են երակային ստազի, դիլատացիայի եւ էքսուդատների եւ հեմորագիաների ձևավորման, արմնազեղումների ձևավորման։ Բարձրացված ներգանգային ճնշում ունեցող հիվանդների մեծ մասը նշում է գլխացավ, սրտխառնոց եւ փսխում։ Հիվանդները կարող են նշել տեսողության անցողիկ մթվագնումներ եւս։ Տեսողության սրությունը եւ գունային տեսողությունը սովորաբար պահպանված են։ Վային ռեֆլեքսը նույնպես նորմալ է։ Տեսադաշտերում առկա է կույշ կետի լայնացում եւ սկոտոմա բիերիեմի զոնայում տարածքում։ Ֆունդուս հետազոտությունից եւ պերիմետրիայից հետո պապիլոդեմայի կասկածը պահանջում է անհապաղ ուղեղի պատկերագրություն, ուղեղի եւ հագնակապիչների ՄՌՏ, հանգուղեղային պաթոլոգիաները բացառելու համար։ MRT-ով կարելի է հայտնաբերել ներգանգային հիպերտոնիային բնորոշ նշաններ՝ դատարկ կամ մասնակի դատարկ թրքական ակնագնդերի հետին մակերեսի հարթեցում, ոլորապտույտ նյարդ, տեսողական նյարդի թաղանթների լայնացում եւ տրանսվերս երակային սինուսի նեղացում։ Ուղեղի պատկերագրության նորմալ արդյունքների պայմաններում անհրաժեշտ է գոտկային պունկցիա կատարել ուղեղ-ողնուղեղային հողուկի ճնշումը եւ կազմը գնահատելու համար։ Կեղծ սկավառակի այտուցը բացառել մեր առաջին կլինիկական դեպքը հետևյալն է։ Հիվանդանոց է ներկայացել 14 տարեկան տղա, կանգատվում է գլխացավերից գլխապտույտից եւ տեսությունից։ Անամնեզում որևէ նշում չկա տրավմայի տենդի մասին։ Հետազոտման ժամանակ տեսողական սրությունը մեկ է, օֆթալմոսկոպիկ տեսանյարդի սկավառակի պապիլոդեմայի տիպիկ պատկեր է, տեսադաշտերում կույր կետի լայնացում եւ աղնաձև սկոտոմա է երևում։ MRT-ով պաթոլոգիա չի հայտնաբերվել, բայց առկա են ներգանգային բարձր ճնշման նշաններ։ Պացիենտը ախտորոշվել է պսևդոտումոր ցերեբրիով, նշանակվել է բուժում ացետազոլամիդ։ 2 ամիս անց իրականացած բուժման ֆոնին հիվանդի գանգատները վերացել են։ Տեսնում ենք դրական դինամիկա ինչպես տեսադաշտի հետազոտության, այնպես էլ ֆունդուս ֆոտոներում։ Այսպիսով բուժումը արդյունավետ է, որովհետև արձանագրվել է կլինիկական ախտանշանների վերացում տեսանյութի սկավառակի այտուցի նվազում, ինչպես տեսնում ենք մեր պացիենտի ֆունդուս նկարներում եւ տեսողական դաշտերի բարելավում։ Պլանավորվել շարունակել դիակապի ընդունումը եւ ինչպես նաեւ հետագա հսկողություն իրականացնել։ Պսևդոտումոր ցերեբրիով հիվանդները կարող են գանգատվել տեսողության անցողիկ կորստից եւ գլխացավերից։ Կարող են նշել նաեւ պարանոցի մեջքի ցավ, պուլսատիվ աղմուկ ականջներում, ներգանգային ճնշման բարձրացումը կարող է առաջացնել դիպլոպիա, տեսողության սրությունը պահպանված է, տեսադաշտերում կույր կետին լայնացում կա, նազալ ստեփ, հոլովակում տեսնում ենք դեպի ձախ նայելիս շարժումների սահմանափակում, ինչը ցույց է տալիս 6-րդ նյարդի վնասում։ Սովորաբար դրսևորվում է երիտասարդ կանանց շրջանում վերատրաղական տարիքում գտնող, ինչը ցույց է տալիս, որ էնդոկրին խանգարումները կարևոր դեր են խաղում այս հիվանդության զարգացման մեջ։ Հայտնաբերվել է կապը IAG եւ որոշակի էկզոգեն նյութերի օգտագործման մեջ տեղամիջոցներից, ինչպիսիք են տետրացիկլինը, մինոցիկլինը, տոքսիցիկլինը, լիթիումը, օրալ հակաբեղմնավորիչ դեղամիջոցները, նաեւ անեմիան, հիվանդությունը ավելի հազվադեպ է
Իդիոպաթիկ ներկանգային հիպերտոնիայի բուժումը կախված է ախտանիշների ծանրության աստիճանից։ Որոշ դեպքերում հիվանդությունն ինքնաբերաբար անցնում է։ Եթե գլխացավերը թույլ են, իսկ տեսողական նյարդի ֆունկցիան նորմալ է, դեղորայքային թերապիայի կարիք կարող է եւ չլինել։ Այնուամենայնիվ, հիվանդներին խորհուրդ է տրվում քաշը նվազեցնել, նույնիսկ չափավոր քաշի կորուստը կարող է բարելավել կլինիկական նշաններն ու ախտանիշները։ Դեղորայքային թերապիայի կարիք ունեցող հիվանդների համար ացետազոլամիդը սովորաբար առաջին ընտրության պրեպարատ է։ Տոպարամիդը նույնպես կարող է օգտակար լինել, հատկապես նրանց համար, ովքեր քրոնիկ գլխացավեր ունեն։ Այդ հիվանդները, ովքեր չեն հանդուրժանում ացետազոլամիդը կամ տոպիրամատը, ֆուրոսեմիդը կարող է լինել որպես այլընտրանք։ Տեսնում ենք մեր մյուս պացիենտի ֆունդուս ֆոտոները բուժումից առաջ եւ հետո, ինչը ցույց է տալիս ացետազոլամիդով բուժման շնորհիվ պապիլոդեմայի լիարժեք բուժում լավացում։ Պսևդոպապիլոդեման բազմապատճառային է եւ կարող է պայմանավորված լինել ինչպես տեղային, այնպես էլ համակարգային գործոններով։ Այն կարող է դիտվել բնածին անոմալիաների հետ, վիտրոպապիլյար տրակցիայի եւ այլ պատճառների դեպքում։ Այսօր կքննարկենք դրա պատճառներից մեկը, որն է տեսանյարդի սկավառակի դրուզները։ Տեսողական սկավառակի դրուզները հաճախակի փոխպատճառներից են հիալինային կոլոիդային մարմիններ են, տարածվածությունը տարածումը 0.30%-ից 2%, հաճախ երկկողմանի են, կարող է լինել սպորադիկ, այնպես էլ autosomal dominant ժառանգման։ Պաթոֆիզիոլոգիան անհասկանալի է։ Տեսողությունը մեծ մասը ենթադրում է տրանսուդացիայի վարկածը, որոշակի պատճառներից մեխանիկական օբստրուկցիայի հետևանքով տեղի ունենում գանգլիոնային բջիջների աքսոնալ տրանսպորտի եւ մետադոզի խանգարումներ։ Դրուզները կարող են տեղակայվել թե խորանիստ եւ թե մակերեսային։ Դրուզները կարող են կապված լինել ռետինիտիս պիգմենտոզայի հետ։ Օֆթալմոսկոպիկ օդեդիով հիվանդների NH-երը էլևացված են, եզրերը անկանոն են, կծոտված, մարգարինալ անոթները պահպանված եւ տեսանելի են։ Դիսկերը սովորաբար փոքր տրամագիծ ունեն, անոթները ոլորապտույտ են, բայց անոթների որևէ մթագնում, ինչպես նաեւ միկրոանոթային փոփոխություններ չկան։ Տեսադար։ Չնայած օդիտիվ հիվանդների մեծ մասը ախտանիշներ չեն ունենում, որոշները կարող են ունենալ անցողիկ տեսողական մթագնումներ եւ գլխացավեր։ Օդիտին վտանգավոր է հնարավոր բարդությունների առաջացման առումով։ Բարդությունները հետևյալն են՝ ոչ արտերիտիկ իշեմիկ օպտիկ նեյրոթափիան, արյունազեղումները, պերիպապիլյար սուբրետինալ վասկուլարիզացիաները եւ այլն։ Կլինիկական դեպքի 2 պացիենտը 43 տարեկան կին է, գանգատում է գլխացավերից տեղսողության անցողիկ կորստի դրվագներից, անամնեզում չի նշում տրավմայի տենդի մասին, տեսողական սրությունը մեկ է, օֆթալմոսկոպիկ ուսումնասիրություն հայտնաբերվել է պսևդոպապիլոդեմայի պատկեր, տեսնում ենք էլևացված նյարդ, եզրերը անկանոն, անհարթ, պահպանված մարգինալ անոթներով, ցախը աչքի տեսադաշտում համեմատաբար լայն կույր բիծ կա։ Ուլտրաձայնային հետազոտությամբ տեսանյարդի սկավառակի պրոյեկցիայով հիպերեխոգեն օջախ ենք տեսնում, որը բնորոշ է դրուզինին։ Տեսանյարդի դրուզների հետևանքով առաջացած պսևդոպապիլոդեման բուժում չի պահանջում, սակայն բարդությունների կանխարգելման համար հիվանդներին անհրաժեշտ է ընդհանուր կոնսուլտացիա, զարկերակային ճնշման կրոմահեսկողություն, հետագա անոթային խնդիրները բացառելու համար։ Ամփոփելով կարող ենք ասել, որ պապիլոդեմայի պատճառը հիմնականում ներգանգային բարձր ճնշումն է, մինչդեռ պսևդոյի պարագայում այն բազմակորցոնային է։ Դրանք սովորաբար շփոթվում են միմյանց հետ, պայմանավորված նմանությամբ։ Երկու դեպքում էլ տեսողության սրությունը պահպանված է, տեսադաշտերի փոփոխությունների կրկնայնացում։ Պապիլոդեմայի կասկածի դեպքում առաջին քայլը նեյրոպատկերագրումն է։ ODD-ի դեպքում ուլտրաձայնային հետազոտումն է։ Բուժումի դեպքում ացետազոլամիդն է, դրուզների դեպքում զարկերակային ճնշման եւ կոագուլոգրամիայի հսկողությունն է։ Պապիլոդեմայի եւ պսևդոպապիլոդեման կարող են ունենալ արտաքնապես դժվար տարբերակելի տեսանյարդի սկավառակ, սակայն ճշգրիտ ախտորոշումը շատ կարեւոր է, քանի որ պապիլոդեման կարող է լինել տեսողության կորուստի հանգեցնող կամ կյանքին վտանգ սպառնացող հիվանդության առաջին ազդակ, իսկ պսևդոն կարող է հանգեցնել կուրություն առաջացնող բարդությունների։ Երկու վիճակների պաթոֆիզիոլոգիան, հետեւաբար նաեւ կառավարումը ու բուժումը տարբերվում են։ Ակնաբույժի համար կարեւոր է ճանաչել ու տարբերակել հիվանդությունները, պահպանելու համար բուժառոյի տեսողությունը եւ կյանքը։
Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն Անի հոյակապ նյութը ներկայացնելու համար։ Իսկապես այս երևույթը պապիլոեդեման եւ կեղծ պապիլոեդեման դրանք ակնահատակի պատկերներ են, որոնց հետ մենք ակնաբուժներս կարող ենք առնչվել գրեթե ամեն օր։ Այսինքն պացիենտը անկախ նրանից թե ինչ գանգատով է մեզ դիմել, երբ հետազոտում ենք ակնահատակը, շատ հաճախ օրվա ընթացքում մենք տեսնում ենք տեսողական նյարդի այնպիսի պատկեր, որ մեր գլխում հարց է ծագում. Ինչ է սա, արդյոք սա պապիլոեդեմա է, թե կեղծ պապիլոեդեմա է։ Եվ քանի որ ինչպես Անին նշեց, վարումը եւ դրանց պատճառները խիստ տարբեր են, եւ նրանց բարդություններն էլ կարող են սպառնալ տեսողության կորստի եւ անգամ կարող են պայմանավորված լինել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով, այնպիսին ինչպիսին գլխուղեղի ուռուցքն է, ուստի ակնաբուժի ուսերին շատ մեծ առաջադրանք կա դրված մեր առաջ ճիշտ կատարել ախտորոշումը հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Ուստի մեր հարգարժան գոլեգաներին կցանկանայի դիմել, գուցե ամփոփելու ձևով ինչ խորհուրդներ ձեր կողմից կտաք, կուզենայի նաև լսել, արդյոք դուք հիմա իրականացնում եք օպտիկ ներվի դեկոմպրեսիա վիրահատությունը, թե դա ավելի շատ մնացել է որպես հնում կատարվող վիրահատություն, թե ոչ, շատ սիրով կցանկանայի լսել ձեր կարծիքը։ Շնորհակալություն։ Դոկտոր Հովհաննիսյան, Ջոն Հովհաննիսյան, չգիտեմ դուք ցանկանում եք արտահայտվել ձեր կարծիքը, թե միանգամից խնդրենք նեյրոօֆթալմոլոգ գոլեգաներին։ I would certainly defer to Ես կուզենայի մեր հենց նեյրո ակնաբուժներին խոսքը փոխանցել, իրականում հիանալի պրեզենտացիա էր Անի, շնորհակալություն, շատ լավ աշխատանք էր։ Ով է ուզում սկսել։ Ես կարող եմ սկսել։ Հուսով եմ, որ ինտերնետս կայուն է, ես համաձայն եմ, նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար եւ հիանալի այս պրեզենտացիայի համար։ Շատ ուրախ եմ, որ օրդինատորները կարողանում են այսպիսի ներկայացումներ անել։ Կարծում բոլոր գոլեգաներն էլ դրական բաներ ունեն ասելու։ Ես ուզում եմ ասել, որ այո, նման պացիենտների շատ ենք տեսնում կլինիկաներում։ Եվ երբ հանդիպում ենք այսպիսի պացիենտների, այս դիսկի սկավառակի էլևացիան մեղմ է, այսինքն սովորաբար շատ մեծ այտուցներով չեն գալիս։ Եվ երբ արդեն մեծ այտուցը մեծ է, գիտես, որ պապիլոեդեմայի հետ գործ ունես։ Սովորաբար սկավառակները մի փոքր են էլևացված եւ հետեւաբար դժվար է հասկանալ արդյոք սա առաջին, երկրորդ աստիճանի պապիլոեդեմա է, թե պսևդոպապիլոեդեմա է։ Եվ միշտ այս ֆրիզենի սանդղակն եմ ես օգտագործում, որ ցույց է տալիս սկավառակի այտուցի մակարդակը։ Օպտիկ այս աբաշակի քափի կորուստը արդեն այս վերջին փուլն է եւ սովորաբար երբ ես այս բուրգաներներին ուսումնասիրում եմ, նրանք շատ բավականին հաճախ են կորցնում քափը եւ կարծում եմ, որ այս սանդղակը շատ կարևոր է եւ սովորաբար հետեւյալ կերպ եմ որոշում, հա, ունեք ֆրիզենի սանդղակով որտեղ է գտնվում այդ էլևացիայի վիճակը եւ այդպես եմ կարողանում տարբերակել պապիլոդեմայի եւ պսևդոպապիլոդեմայի միջեւ։ I can hop in next. Yeah, I agree with. Yes, համաձայն եմ Ժեժկոկովսկիի հետ, շնորհակալություն կրկին մեզ հյուրընկալելու համար։ Մինչև այդ հարցին անցնելը, ուզում եմ խոսել առհասարակ թեմայի մասին։ Սա իրականում մի խնդիր է, որ մենք տեսնում ենք ամեն օր եւ հետեւաբար շատ կարեւոր է նույնականացնել խնդիրը եւ օրինակ ուղարկել մեր պացիենտին MRT-ի կամ այլ հետազոտության, եթե դրա կարիքը կա։
Նախ կարևոր է հասկանալ, թե պացիենտների հետ ինչպես ենք այս խնդրի մասին խոսում, որովհետեւ չեն կարող ասել, գիտեք, միգուցե դուք ուղեղի ուռուցք ունեք, գնացեք մի հատ հետազոտվեք։ Այսինքն շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք ներկայացնելու պացիենտին, որպեսզի սթրեսի չենթարկենք։ Երբեմն այո, շատ մեղմ վիճակում են էլևացում այս սկավառակների եւ դժվար է տարբերակել, այսինքն պետք է մի քանի քայլով անցնես, պացիենտին ժամանակի հետ մոնիտորինգի ենթարկես, հասկանալու թե իր մոտ ինչ վիճակ է, պիսկանավորում անես եւ այլն, այսինքն այդ արսենալը օգտագործես, այն գործիքների արսենալը, որ ունես, կարևոր է հնարավորինս համակարգային մոտեցում որդեգրել, երբեմն արդեն պետք է որոշում կայացնես, արդյոք օրինակ ֆունկցիա անելու ես պատասխան ստանալու համար, թե զուտ մոնիտորինգ ես ենթարկելու պացիենտին։ Thanks, Sam. I'll just add a couple of things. I think Շնորհակալություն, ես էլ եմ ուզում մի քանի բան ավելացնել։ Արդեն շատ բան ասվել է, ես էլ եմ կարծում, որ պրեզենտացիան շատ լավ կազմակերպված էր։ Ես էլ նույն բանը կասեմ, երբ ըստ դրուզենի եւ պսևդոպապիլոդեմայի տարբերակման համար կարևոր է այս էլևացիայի մարժայի տարբերությունը, որովհետեւ երբեմն մենք տեսնում ենք այս արյան անոթների մթագնում պապիլոդեմայի դեպքում, պսևդոյի դեպքում նման բան չենք տեսնում։ Եվ նույնիսկ երբ էլևացված է, օրինակ թեթև պապիլոդեմայի դեպքում 130-ի 140-ի տիրույթում է գտնվում։ Եթե դիսկը էլևացված է RNFL-ն բարակ է, ուրեմն միգուցե քրոնիկ վիճակի հետ գործ ունենք։ Այո, այստեղ արդեն կարող ենք իրականացնել պատկերագրություն, դիսկանավորում եւ այլն։ Եվ մենք այդ վիրահատությունը, որի մասին դուք խոսեցիք, մենք դեռ դա անում ենք, բայց իհարկե դա բոլորի համար չէ, եթե համապատասխան փորձագիտական գիտելիք կա եւ եթե կոնկրետ տեսադաշտի տեսողության բացակայության հետ գործ ունենք, ապա կարելի է նաեւ այս տարբերակը դիտարկել։ Երբ տեսնում ենք այտուցի 4-րդ կամ 5-րդ մակարդակ եւ եթե տեսնում ենք, որ տեսողությանը վտանգ է սպառնում պացիենտի, ապա այդ պարագայում կարող ենք որոշել վիրահատություններ իրականացնել։ Կամ եթե գործ ունենք այնպիսի պացիենտի հետ, որը այդ շունտի լավ թեկնած իր նկատմամբ չարժե կիրառել, ինֆեկցիայի ռիսկն է այս պացիենտի դեպքում մեծ, ապա կարող ենք ֆենեստրացիա իրականացնել։ Զուտ կարևոր է օգնել պացիենտին այս սուր վիճակում, նույնիսկ եթե մի քանի շաբաթով ենք իր սիմպտոմները մեղմացնում կամ մի քանի ամսով, դա պացիենտի համար շատ մեծ բան է եւ միգուցե այդ ընթացքում նա արդեն պատրաստ լինի եւ շունտի տեղադրման, բայց այնուամենայնիվ այդ տարբերակին մենք դիտարկում ենք միայն այն պարագայում, երբ պացիենտը տեսողություն կորցնելու վտանգի տակ է։ Dr. Patel, would you ever, I feel like it's not written in text. Կարևոր է իհարկե պահպանել պացիենտի տեսողությունը եւ ըստ իրավիճակի արդեն որոշում ենք կայացնում։ Yeah, in reality it seems to work that way. I feel Իհարկե մենք շատ կուզենանք, որ մեկ կոնկրետ բուժում լինի, բայց միայն մեկ առանձին բուժում լինի, բայց այդպես հաճախ չէ։ Օրինակ, եթե գործ ունենք այտուցի բարձր մակարդակի հետ, ապա պետք է շատ արագ գործենք եւ նյարդը շատ տեղային տարբերակով դեկոմպրեսիայի ենթարկենք։ But yeah, it certainly can be seen as a bridge in many cases.
Ես էլ եմ ուզում ավելացնել, որ օրինակ առաջին դեպքում պացիենտը նաև այս կաթվածումներ եւ հետեւաբար պետք է տեսնենք թե կան արդյոք այլ նշաններ, որ դա մենք գործ ունենք բարձր ներգանգային ճնշման հետ եւ եթե տեսնում ենք այս ներգանգային կաթված, ապա սա արդեն շատ նախազգուշացնող նշան է։ Ես օրինակ ունեցել եմ պացիենտ, որը շատ թեթև այտուց ուներ սկավառակի եւ երկտեսություն, ինձ ասաց, գիտեք, ես գիշերը զարթնեցի եւ հետ տվեցի, բայց մինչեւ այդ շատ էի խմել, միգուցե ալկոհոլից էր, բայց ես հետո արդեն միավորեցի այս բողոքները, այս գանգակները եւ հասկացա, որ գործ ունենք մի այլ իրավիճակի հետ, այսինքն շատ կարևոր է ամբողջական զննության իրականացնել պացիենտին, նրան հարցեր տալ եւ բոլոր նշանները դիտարկել։ Օրինակ արնազեղումներ կարող են լինել, խորոիդալ ծալքեր, սրանք բոլորը նշաններ են, որ մենք պետք է գործենք։ I think that those are excellent Կարծում եմ, comments. որ հիանալի մեկնաբանություններ էին։ Մի փոքրիկ բան եմ ուզում ասել։ Եթե մենք ունենք քրոնիկական սկավառակի այտուց եւ արդեն հյուսվածքի կորուստ ունենք եւ արդեն եթե չունես արդեն հյուսված, ապա չունես նաեւ սկավառակի այտուց, պետք է նաեւ սա հաշվի առնել։ Այսինքն միգուցե գործ չունենք էլևացված սկավառակի այտուցի հետ, որովհետեւ արդեն հյուսվածքն է չափազանց վնասված եւ քայքայված։ Շնորհակալություն, շատ հարգելի գոլեգաներ, թույլ տվեք ներկայացնել մեր երկրորդ սփիքերին, այժմ կներկայացնի դոկտոր Սոնյա Գոքորյանը, ով Մալայանի ակնաբուժական կլինիկայի երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր է, թեման Addis tonic pupil։ Խնդրեմ Սոնյա։ Good afternoon, everyone. My name is Sonia Իմ անունը Gogolyan. Սոնյա Գոկորյան է, ես երկրորդ կուրսի ակնաբուժության օրդինատոր եմ Մալայանի աչքի կենտրոնում։ Այսօր ուզում եմ ցանկանայի ներկայացնել կլինիկական ուսումնասիրություն եւ դեպքի քննարկում ադիիտոնիկ բիբի վերաբերյալ բարորակված կլինիկական կարևոր նյարդայնական խանգարում։ Այս ներկայացումը կկենտրոնանա ախտորոշիչ մոտեցման, պաթոֆիզիոլոգիայի, դիֆերենցիալ ախտորոշման, ուղեկցող համակարգային բնավորությունների եւ երկու կլինիկական դեպքերի վրա։ Չնայած թեթև ֆիզիոլոգիական անիզոկորիան տարածված է, կլինիկորեն նշանակալի անիզոկորիան կարող է վկայել լուրջ նյարդաբանական խանգարման մասին, ներառյալ ուղեղի ուռուցքները, երրորդ նյարդի կաթվածը, քներական զարկերակի դիսեկցիան կամ կյանքին սպառնացող այլ վիճակներ։ Հետևաբար անիզոկորիայի շաճ գնահատումը կարևոր է նյարդայնաբուժության մեջ։ Ֆիզիոլոգիական անիզոկորիան սովորաբար բարորակ է։ Սովորաբար բիբերի միջև տարաբերությունը 1 մմ-ից պակաս է մնում եւ հավասար է թե լուսավոր, թե մութ պայմաններում։ Կարևոր է, որ բիբերի ռեակցիաները մնում են նորմալ եւ չկան ուղեկցող նյարդաբանական նշաններ։ Importantly, pupillary reactions remain normal and there are no associated neurological signs. Ի տարբերություն դրա, պաթոլոգիական անիզոկորիան սովորաբար 1 մմ-ից մեծ է եւ կարող է կապված լինել բիբի աննորմալ ռեակցիաների, պտոզի, օֆթալմոպլեգիայի, դիպլոպիայի կամ ցավի հետ։ Ամենակարևոր պատճառներից մեկը ակնաշրջնյարդի կաթվածն է, որը պահանջում է անապահ գնահատում։ Այս կլինիկական դեպքում հենց դրա հետ գործ ունենք։ Մենք տեսնում ենք ցախ կողմի դրիֆտոզ, օֆթալմոպլեգիա, միտրիազ։ Անիզոկորիայի գնահատման ժամանակ հիմնական կլինիկական հարցը հետևյալն է. որ բիբն է ոչ նորմալ։ Մենք սա որոշում ենք դիտարկելով, թե անիզոկորիան մեծանում է պայծառ լույսի տակ, թե մթության մեջ։ Եթե անիզոկորիան ուժեղանում է պայծառ լույսի ներքո, ապա ավելի մեծ բիբը ոչ նորմալ է, ինչը ենթադրում է պարասիմպաթիկ դիսֆունկցիա։ Եթե անիզոկորիան ավելանում է մթության մեջ, ապա ավելի փոքր բիբն է ոչ նորմալ, ինչը ենթադրում է սիմպաթիկ դիսֆունկցիա։ Այս սահիկում ամփոփված է բիբերի նեղացման համար պատասխանատու պարասիմպաթիկ ուղին։ Այս ուղին սկսվում է միջին ուղեղի Էդինգեր-Վեստֆալ կորիզից, անցնում է ցիլիար հանգույց եւ կարծիլիար նյարդերի միջոցով հասնում է սֆինկտեր բային մկանին։ Ացետիլխոլինը գործում է որպես նեյրոհաղորդիչ եւ առաջացնում է միոզ։
Այստեղ տեսնում ենք սիմպաթիկ ուղին, որը կարգավորում է բիբերի լայնացում, այսօր սկիզբ է առնում հիպոթալամուսում, իջնում է ուղեղաբնով եւ ուղեղով, անցնում է վերին պարանոցային հանգույց եւ վերջապես հասնում է բիբ լայնացնող մկանին։ Այս հեղու ցանկացած հատվածում խափանումը կարող է առաջացնել հորների համախտանիշ։ Այստեղ տեսնում ենք նորմալ ռեակցիա, այս երկու արդյունքները վկայում են պարասիմպաթիկ ուղու նորմալ գործառույթի մասին։ Միդրիազը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ։ Դրանք ներառում են դեղաբանական պատճառներ, ինչպիսիք են ատրոպինը կամ տրոպիկամիդը, տրավմատիկ պատճառներ, միծիծե անաթաղանթի միանխինիկական անոմալիաներ, իշեմիա եւ նյարդաբանական խանգարումներ։ Նյարդազերծման պատճառների շարքում ադիի բիբը եւ երրորդ կանգեղային նյարդի կաթվածը հատկապես կլինիկորեն կարեւոր են։ Բարորակ էպիզոդիկ միակողմանի միդրիազը մեկ այլ դիֆերենցիալ տարաբերակիչ ախտորոշում է, այն սովորաբար հանդիպում է երիտասարդ առողջ հիվանդների, հատկապես կանանց մոտ եւ հաճախ կապված է միգրենի հետ։ Եվ միգրենի նոպաների միջև մենք նորմայից տարբերություններ չենք նկատում։ Ադիի տոնիկ բիբը բարորակ նյարդահակնում բուժական խանգարում է, որն առաջանում է հետգանգլիոնային պարասիմպաթիկ նյարդազերծման պատճառով, վնասվածքը սովորաբար ներառում է ցիլիար հանգույցը կամ կարճ ցիլիար նյարդերը։ Կլինիկորեն վիճակը բնութագրվում է լույսի տակ ոչ պատշաճ նեղացմամբ եւ դեներվացիայի, այսինքն նյարդազերծման արդյունքում գերզգայունությամբ։ Այս խանգարումն առաջին անգամ նկարագրվել է բրիտանացի նյարդաբան Ուիլյամ Ջոն Ադիի կողմից 1931 թվականին։ Պաթոֆիզիոլոգիան ներառում է ցիլիար հանգույցի եւ հետհանգուցային պարասիմպաթիկ նոարաթելերի վնասում արդյունքում եւ սֆինկտերի մկանը եւ ցիլիար մկանը մասամբ նյարդազերծվում են։ Սա հանգեցնում է ակոդեմենցիայի խանգարման եւ լույսի նկատմամբ ոչ պատշաճ ռեակցիայի։ Հիվանդները հաճախ գանգատվում են մոտիկից նայելիս տեսողության ուշշոտությունից, ակոմոդատիվ կիսակատվածի պատճառով լրացուցիչ ախտանիշներից են կարող են լինել լուսավախությունը, ֆոտոֆոբիան, կենտրոնանալու դժվարությունը, գլխացավ ընթերցնության ժամանակ եւ լուսավորության փոփոխություններին տանտեղ հարմարվողականությունը։ Ադիի բիբը ամենից հաճախ հանդիպում է 20-ից 50 տարեկան երիտասարդների մոտ, սկսվում են սովորաբար միակողմանի էջ, նրա ժամանակի ընթացքում կարող է զարգանալ երկկողմանի ախտահարում, կանայք ավելի հաճախ են ախտահարվում, քան տղամարդիկ։ Շատ դեպքերում վիճակը իդիոպաթիկ է։ Այնուամենայնիվ, նկարագրվել են մի շարք վարակիչ աուտոիմուն տրավմաների հետ կապված նյարդաբանական եւ նյութափոխանակության հետ կապված գործոններ։ Նրանց թվում են հերպեսի վիրուսները, սիֆիլիսը, լայմի հիվանդությունը, COVID-19, շոգրենի համախտանիշը, սարգիոդոզը, շաքարային դիաբետը եւ Միլլեր-Ֆիշերի համախտանիշը։ Ադիի բիբը կարող է նաեւ ի հայտ գալ որպես Հոմս-Ադիի համախտանիշի կամ Ռոսի համախտանիշի մաս։ Հոմս-Ադիի համախտանիշի դեպքում մենք տեսնում ենք ադիի տոնիկ բիբ եւ խորը ջլային ռեֆլեքսների բացակայություն, հատկապես կոչ ծնկային հատվածում։ Եվ այստեղ էլ տեսնում ենք հիդրոզ։ Մեր առաջին դեպքը 33 տարեկան կին է, որը դիմել է միակողմանի մոտիկից տեսողության շշոտմամբ, լուսովախությամբ, գլխացավով, թեթև պտոզով եւ ձախ աչքի անիզոկորիայով։ Նրա բժշկական պատմությունը նշանավորում էր վաղուց ունեցած հերպես զոստր վարակով, վնասվածքի կամ աչքի վիրահատության մասին անամնեզում ոչինչ չկար։ Զննումը ցույց տվեց, որ անիզոկորիան ավելի մեծ է պայծառ լույսի ներքո, ինչը վկայում է պարասիմպաթիկ նյարդի աննորմալ ֆունկցիայի մասին։ Ախտարված աչքում լույսից բբի նեղացում չկար, մինչդեռ մյուս աչքում նորմալ ուղղակի եւ համաձայնված արձագանքներ կային։ Մոտիկից արձագանքը համեմատաբար պահպանված էր, բայց տոնիկ էր եւ դանդաղ, ինչը նշանակում է դասական լույսի ներքո դիսոցիացիա։ Նկատվել են նաև ծիածանաթաղանթի սֆինկտերի տատվածային կաթված։ Այս փուլում հիմնական կլինիկական առանձնահատկությունը հստակորեն ցույց են տալիս ադիի տոնիկ բիբ։ Ախտորոշումը հաստատելու համար կատարվել է նոսրացված պիլոկարպինով թեստավորում, հետհանգուցային պարասիմպաթիկ նյարդազերծման պատճառով խոլիներգիկ ընկալիչները դառնում են գերզգայուն։ 1% պիլոկարպինի ներարկումից հետո ախտարված բիբը զգալիորեն նեղացավ, մինչդեռ նորմալ բիբի մոտ փոփոխություններ չնչիներ։ Սա մեր պացիենտն է ներարկումից հետո։ Սա հաստատեց նյարդազերծման արդյունքում գերզգայունությունը։ Այսինքն մեր վերջնական ախտորոշումը միակողմանի ադիի տոնիկ բիբն է, որը կապված է նախկինում ունեցած հերպես զոստր վարակի հետ։
Բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է։ Կարդալու ակնոցները կարող են օգնել թեթևացնել սիմպտոմները, պիլոկարպինի ցածր տեղաչափը կարող է բարելավել լուսավախության վիճակը եւ կոսմետիկ խնդիրները։ Հիվանդները պետք է նաեւ հսկողության տակ լինեն, հետևելու արդյոք վիճակը դառնում է երկկողմանի եւ արդյոք համակարգային նյարդաբանական խնդիրներ կան։ Մեր երկրորդ դեպքը մեր երկրորդ դժառն 32 տարեկան տղամարդ է, ունի մոտիկից երկկողմանի մշուշոտ տեսողություն, լուսավախություն, անիզոկոիրիա։ Նրա բժշկական պատմությունը նշանակալից է այն առումով, որ Հաշիմոտոյի թիրեոիդիտ ունի։ Կլինիկական հետազոտությունը բացահայտեց երկկողմանի տոնիկ բիբի սինդրոմ, հատվածային սֆինկտերի կաթվածով եւ նաեւ լույսի նկատմամբ թույլ ռեակցիայով երկու աչքերում։ Նոսրացված պիլոկարպինով թեստը կրկին ցույց տվեց նյարդազերծման արդյունքում գերզգայունություն, որի համապատասխանում է երկկողմանի ադիի տոնիկ ախտորոշմանը։ Վերջնական ախտորոշումը երկկողմանի ադիի տոնիկ բիբն է, որը կապված է Հաշիմոտոյի թիրեոիդիտի հետ։ Մեր երրորդ դեպքը 43 տարեկան կին է, որը դիմել է միակողմանի մոտիկից տեսողության մշտությամբ, լուսավորությամբ, գլխացավով եւ ցախ աչքի անիզոկոիրիա վնասվածքների աչքի վիրահատության համակարգային հիվանդությունների պատմություն չունի։ Այս հիվանդի մոտ մենք նաեւ գնահատեցինք նոր տեսում։ Մենք այստեղ տեսնում ենք, որ ախտարված աչքում ռեակցիա չունենք, այս մոտ թիրախից եւ լույսի ստիմուլին եւս ռեակցիա չկա։ Այս պիլոկարպինով թեստից հետո տեսանք նեղացում։ Մեր վերջնական այս պացիենտում մենք նաև նոր մոտեցում փորձեցինք, նշանակեցինք գունավորված ոսպնյակները անհարմարություն եւ լուսավախություն նվազեցնելու համար։ Հիվանդը ոսպնյակներն օգտագործեց 1 ամիս եւ մենք դրական արձագանք նրանից ստացանք։ Հիվանդը նշել է, որ անհարմարապետության զգալի նվազեցում ունի, մասնավորապես բացօթյա տարածքներում։ Ամենակարևոր կլինիկական պարտականություններից մեկը բարորակ միդրիազը նյարդաբանական բնույթի հրատապ վիճակներից տարբերակելն է։ Պտոզի, ավտոմատլեգիայի, դիպլոպիայի, ուժեղ ցավի կամ այլ նյարդաբանական խնդիրների առկայությունը պետք է անհապաղ մտահոգություն առաջացնի լուրջ պաթոլոգիաների հետ կապված։ Միգուցե պացիենտը ունի ուղեղի ուռուցք, ներական զարկերակի դիսեկցիա կամ խոռոչային սինուսների թրոմբոզ։ Նման դեպքերում անհրաժեշտ է շտապ նյարդապատկերություն։ Տոնիկ բիբը պետք է կասկածել մեկուսացված միդրիազով լույսի տակ բիբի ոչ բաշխաշ նեղացմամբ եւ ակնային նորմալ շարժունակությամբ հիվանդների մոտ։ Այս մթակրական կլինիկական եռյակը ճանաչումը թույլ է տալիս տարբերակել նյարդաբանական հրատապ վիճակներ։ Նոսրացված պիլոկարպինով թեստը մնում է կարևոր հաստատող ախտորոշիչ գործիք։ Չնայած վիճակը ընդհանուր առմամբ բարորակ է, բժիշկները պետք է տեղեկանան ուղեկցող համակարգային հիվանդությունների եւ հնարավոր երկկողմանի դառնալու մասին։ Եվ ամենակարևորը մենք պետք է բարելավենք հիվանդի կյանքի որակը։ Մենք կարող ենք դա անել նշանակելով ընթերցանության ակնոցներ, պիլոկարպինի կաթիլներ կամ գունավոր ոսպնյակներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ Սոնյա, լավ ներկայացնելու համար։ Այժմ հարգելի գոլեգաներ, կցանկանայի լսեի ձեր կոմենտները, նաև ձեր փորձը, նաև ձեր խորհուրդները, թե նմանատիպ դեպքերում ինչպես դուք խորհուրդ կտաք վարել նման պացիենտներին, անիզոկոիրիան իսկապես դա այն ախտորոշումներից է, որը կլինիկայում երբ տեսնում ենք, առաջին հերթին ցանկանում ենք տարբերակել, արդյոք սա emergency է, արդյոք սա պահանջում է MRI հետազոտություն, թե կարելի է մի քանի պարզ տեստերի միջոցով, հենց ջերքային լամպի մոտ պացիենտին նստացնելով, հետազոտությունների միջոցով հստակեցնել եւ գուցե սա ադիստոնիկ փուփիլ է, որը չի պահանջում հետագա մյուս հետազոտությունները եւ չնայած այն մինչ օրս չունի բուժում, սակայն այնուամենայնիվ պահանջում է մեզանից իմանալ այդ պացիենտների վարումը։ Վատ կողմերից մեկը այս հիվանդության այն է, որ հիմնականում ավելի երիտասարդ մարդկանց է ախտահարում, որոնք աշխատանքային տարիքում են եւ դա խիստ դիսկոմֆորտ է ստեղծում այդ մոտիկի աշխատանքի համար։ Ուստի շատ կցանկանայինք լսել ձեր կոմենտները եւ կցանկանայինք նաեւ ձեր ռեկոմենդացիաները լսել նման դեպքերում։ Շնորհակալություն։
can go first. Great Նախ presentation. առաջանալի Your պրեզենտացիա text էր, on the animation was really just անիմացիաները իսկապես շատ լավն էին։ I think Ադի տոնիկ բիբի 80s վարակայում, եթե օրինակ համեմատենք դա մյուս comparing it to decades դեպքի before, հետ, a bunch of different ways you can take a look at այստեղ the ալգորիթմիկ people were եղանակներ very կան, almost թե ինչպես algorithmic, կարող so ենք it's դենք just ախտորոշումը taking a start. անել։ When I was first starting, I would pull up a little algorithm on Ես Intuit. ես սկզբում, երբ ես փորձ չունեի, ես այսպես Will ցույց get you to the right numbers. ալգորիթմիկ քայլերին էի հետևում եւ կարողանում էի հասնել ճիշտ So there's a ախտորոշման։ couple caveats along the way, like making sure if you're going to do the dilute pilocarpine test, if it's in the acute Եթե phase, օրինակ it might have սուր time to վիճակում է, develop այդ that signal sensitivity. գերզգայունությունը զարգացնելու ժամանակ չի And լինում, then նաև also just պետք է outpatient հասկանալ, թե dosing. ինչ When I have a կանգատներ side ունեն pupil epilepticus, they always come պացիենտները, in normal. Then սկզբում they'll show you a photo on their phone of a really large pupil. իրենք կարող են օրինակ նորմալ վիճակում ձեզ մոտենալ, հետո կարող եք And then the 80s նկարներով telling people տեսնել, they'll որ come in մի քանի շաբաթ առաջ sometimes իրենք awfully իսկապես pacey շատ with լայնացած iPad բիբեր են but ունեցել, usually they look in the mirror երբեմն and մարդիկ see իսկապես that արդեն scale լայնացած time. վիճակում են գալիս, այսինքն իրենց հայելու մեջ նայում են, տեսնում են, որ վախենալու տեսք ունեն եւ In գալիս terms են of ակնաբուժի treatment մոտ։ for it, because over time, saying the little Եվ older piece, so it will get smaller over time. But in օրինակ that period եթե of time, if someone's not able to անձես photosensitivity, ֆոտոսգանության I've խնդիրը on չի կարողանում two լուծել, occasions had someone կարող է use օրինակ colored գունավոր contact lenses, which iOS have smaller կոնտակտային pinhole լինզաներ for the օգտագործել, դա pupil իսկապես essentially. վիճակը I haven't had much բավականին feedback on it, if I should սիմպտոմները pick or not, but բավականին again, բարելավում է։ actually do it. Ես պացիենտ եմ ունեցել, ում դա նշանակել է, նա կարողացել է արդեն նորից վերաինտեգրվել հասարակական կյանք, ինչպես դոկտոր Սպիգելը ասել, այո, ախտորոշումը ալգորիթմային է, բայց որպես բժիշկներ մենք այնուամենայնիվ պետք է իրականացնենք այս աչքի կաթիլների թեստերը եւ այնուամենայնիվ ինքներս ապացուցել, որ գործ ունենք հենց այս վիճակի հետ։ Իսկ թեստավորումը նոսրացված պիլոկարպինով շատ կարևոր է, որպեսզի մենք հնարավորինս հարմարավետ զգանք այս վիճակը կառավարելիս, այսինքն պետք է հասկանանք արդյոք գործ ունենք ավտոմատպեդիայի հետ, թե պոզի հետ, եթե անձոնի պես, ապա արդեն հետահոգվելու կարիք ունենք, առաջին հերթին տեսնում եմ, որ բբերը ասիմետրիկ են, այսինքն ինչն է, պետք է սկզբից հասկանանք, թե ինչն է խնդիրը, եւ շատ կարեւոր է այստեղ այդ աչքի կաթիլներով թեստավորումը իրականացնելը, որպեսզի իմ հաջորդ քայլերը կարողանամ պլանավորել։ Մի բան եմ ես նկատել, մարդիկ, որոնք գալիս են, սովորաբար ունեն ավելի բաց պիգմենտով ծիածանաթաղանթներ, որտեղ բաց աչքերում դա ավելի նկատելի է, քան մուգ աչքերի պարագայում։ Մի բան էլ ուզում ասել, մոռացա, հետո կասեմ, եթե հիշում։ Իսկապես շատ կարևոր մտքեր են, երբեմն այո, այս մոտիկից արձագանքը այդքան էլ լավ չէ, եւ հենց այստեղ են աչքի կաթիլները շատ օգտակար, երբեմն, երբ այս բբերը շատ մեծ են, դա արդեն մեկ այլ իրավիճակ է, եւ այսինքն այստեղ էլ աչքի կաթիլները շատ կարեւոր են, երբեմն այս լայնացված բիբերը, երբ որ տեղով ենք անում, լայնացված բիբը շատ հավասարաչափ է աշխված, անկանոնություն չկա, մինչդեռ ադի տոնիկ բիբի պարագայում բիբի լայնացումը հավասարաչափ չէ, մի կողմի վրա ավելի շատ է, քան մյուս կողմի վրա է, եւ դա եւս արդեն ադի տոնիկ բիբի նշան է։ Չնայած մենք օգտագործում ենք այս պիլոկարպինով թեստը եւ դա շատ կարեւոր է։ Ուզում եմ ասել, որ հիմա խոսում ենք զսում եք, ուզում եմ նշել, որ պացիենտների 30%-ը, որոնք ունեն երրորդ նյարդի կաթված, նրանք նաև ունեն գերզգայունություն, մի
to 0.1% PILO doesn't mean it couldn't be a third nose Նույնիսկ policy. եթե So that's where, as Kim was getting to, the motility is really important. գերզգայունություն ունի անձը, So դա չի obviously, նշանակում, in որ an մենք գործ atypical չունենք pupil, there should be no երրորդ abnormality of նյարդի motility. There shouldn't be any exotropia that would be հատվածի concomitant or a vertical հետ deviation. And where it gets tricky is aberrant Այսինքն regeneration. So when some people եւ որոշ tend to անձանց recover most of their դեպքում motility, they might have a subtle ptosis like շարժունակությունը that one, շատ but հեշտ the ptosis gets վերականգնվում է better when they look եւ down or պտոզը they look in toward լավանում their է, երբ nose. օրինակ իրենք That's ներքև suggestive են of նայում aberrant կամ մի regeneration, կողմի which վրա means են it's նայում, դա mostly a ցույց է տալիս recovered or partially ռեգեներացիա, recovered ինչը third nose ցույց է տալիս, policy, որ which may not երրորդ look like a very նյարդի obvious one where the կաթվածի eye is not down and վերականգնման out հետ and the eyelid is not fully վերականգնված closed. վիճակի հետ But just reassure գործ yourself ունենք, that you're doing a very full Զոտ ուզում եմ motility նշել, examination որ every time, աչքի looking for շարժունակության aberrant regeneration, and if that's not there, then it's հետազոտություն պետք է probably time for maybe starting to իրականացնենք put the other findings եւ in there. եթե But I guess շարժունակությունը it's տեղում not չէ, ապա it's not an միգուցե գործ exclusive ունենք finding, as we know, ադի but just տոնիկ sometimes to բիբի interpret that. Occasionally we հետ can get fooled. I'll say that as Եթե a practical side, օրինակ if you're down the մտած path to that fold, and դիտարկում the եք pattern is this, like a really subtle, արդյոք մենք գործ aberrant ունենք ադի regeneration where տոնիկ RNA is բիբի soluble, հետ թե ոչ, no one's going to fault արդեն you այդտեղ for եք, եթե արդեն եք ասում, միգուցե կարող եք you're like that MR far down the տանել։ line. It's an okay thing to do. Those are Շնորհակալություն։ great comments, and Sonia, that was a wonderful presentation. Ես նաև հորների սնդրոմի մասին եմ ուզում խոսել։ Եթե անձը անիզոկորիա ունի, այն չի անցնելու եւ այսքան անընդհատ անհանգստանալու ենք, որ անձը դիսեկցիայի խնդրի հետ գործ ունենք, օրինակ եթե այդ հորների վիճակը արդեն 1-2 տարի կա, ապա եթե եւ որևէ վատ բան չի եղել, կարող ենք շարունակել մոնիթորինգ իրականացնել, բայց եթե ինչ-որ զարգացում է վիճակի եղել, ապա կարող ենք նեյրոպատկերագրում անել։ Հակալություն, հարգելի բժիշկներ, մեզ միանալու համար Սոնյա հիանալի ներկայացում էր եւ անիմացիաները հիանալի էին, համաձայն եմ։ Լավ, Արմինեին եմ ուզում շնորհավորել օրդինատորներին այսքան լավ պատրաստելու համար եւ մենք նաեւ ունենք մեր հետ թեստի հարցերը։ Այո, հարցը հետևյալն է, էծիտոնիկ բուբի դեպքում բացի դիագնոստիկ պիլոկարպին կաթեցնելուց որպես բուժում հնարավոր է նշանակել զուտ լուսավորությունը վերացնելու եւ մոտիկի աշխատանքի համար։ Այո, պացիենտի կյանքի որակը բարելավելու համար շատ ցանկալի է նշանակել նույնիսկ պիլոկարպինի 0.1% լուծույթ, օրական 1-ից 2 անգամ։ Բավականին դրական ֆիդբեք են տալիս պացիենտները, լուսավախությունը նվազում է, բացի դրանից նաև գունավոր լինզաներ է խորհուրդ տրվում կիրառել, որովհետև դա նույնպես լուսավախությունը նվազեցնում է։ Հարգելի գոլեգաներ, արդյոք դուք նշանակում եք ձեր պրակտիկայում պիլոկարպին որպես բուժում։ Իրականում ռիսկեր կան պիլոկարպինի հետ կապված եւ ես այդ ռիսկերը քննարկում եմ բուժառուի հետ, բայց քանի որ նրանք գերզգայուն են, ասում են, որ պետք է պիլոկարպինը շատ նոսրացնեք։ Իհարկե դա նաև գլխացավերի հարցը լուծում է, նվազեցնում է, այո, ես պիլոկարպին նշանակած կամ։ Նույնը ես։ Ամանայում այո, պետք է հասցնել 0.1%-ի, արդեն 0.1%-ով նոսրացված ունեք, թե դուք պետք է նոսրացնենք, ես նոսրացրել եմ։ Հայաստանում պետք է դուք չէ նոսրացնեք, այսինքն 0.1%-անոց պիլոկարպին Հայաստանում դեղատներում չկան, չէ, դուք պետք է նոսրացնեք։ Այո, իրականում դա մեծ խնդիր է Հայաստանում պիլոկարպինը դա ձեռք բերելու համար եւ մենք ինքներս նոսրացնում ենք մինչեւ 0.1%։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարգարժան գոլեգաներին, թույլ տվեք այժմ ժամանակ տրամադրել մեր լսարանին, այժմ եւս մեկ անգամ փորձել պատասխանել մեր նախնական տրված հարցերին։ Հույսով ենք, որ շատ ավելի մեծ գիտելիքներ փոխանցեցինք եւ նաեւ ձեր հարց ու պատասխանի միջոցով այժմ հույսով ենք, որ պատասխանների ճիշտ տարբերակները շատ ավելի կլինեն
այս ընթացքում մինչև պատասխանները գնում են, շատ մեծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել դոկտոր Ջոն Հովհաննիսյանին, մեր հարգարժան նեյրոօֆթալմոլոգներին, իմանալով որքան մեծ զբաղվածություն ունեք դուք, որ կարողացել եք ժամանակ տրամադրել եւ սիրով պատասխանեցիք մեր հարցերին, ձեր ռեկոմենդացիաները արեցիք, ձեր կոմենտները արեցիք, վստահեցնում եմ, որ այս 1 ժամը դա շատ մեծ արդյունք կթողնի նաև հետագայում մեր պրակտիկայում մենք կհիշենք ձեր ռեկոմենդացիաները եւ շատ խորհետ կթողնի այսօրվա մեր հանդիպումը Եվս մեկ անգամ շնորհակալություն, եթե ցանկանում եք դուք որևէ ամփոփիչ խոսք ասել, սիրով կլսենք, մենք ունենք դեռ մի քանի րոպե։ Շնորհակալություն, ներսյուն կալելու համար մեծ հաճույք էր։ Մեր շնորհակալությունը ձեր բոլորին, ինչպես նաև ներկայացնողներին, բժիշկ Արագ Քեշիշյանին, ինչպես միշտ շատ հետաքրքիր էր, շնորհակալություն, մինչ հաջորդ մեր Grand Round-ը։